Ողջույն սիրելի հետևորդներ, պատկերացրեք այսօր երեկոյան ձեր հեռախոսին հաղորդագրություն է գալիս։ Այս գիշեր ձեր կյանքի ամենակարևոր հանդիպումն է լինելու։ Պատրաստ եք։ Ինչ կանեիք։ Ինչը կդառնար կարևոր, ինչը կկորցներ իր արժեքը։ Գուցե հանկարծ հասկանայիք, որ այն բաները, որոնց համար ամբողջ կյանքում անհանգստացել եք, իրականում այդքան էլ կարևոր չեն եղել։ Հենց այսպիսի հոգևոր ցնցում է ցանկանում առաջացնել Հիսուսը Ղուկասի ավետարանի 13-րդ գլխի 32-ից 40-րդ համարներում։ Այս հատվածը խոսում է 3 մեծ թեմաների մասին՝ վախի փոխարեն վստահություն, ունեցվածքի փոխարեն գանձ երկնքում, քնկոտության փոխարեն արթնություն։ Եվ այս 3 թեմաները այսօր ավելի արդիական են, քան երբևէ։ Մի վախեցիր փոքրիկ հոտ, որովհետև ձեր հայրը բարեհաճեց տալ ձեզ արքայությունը։ Վաճառեք ձեր ինչքերը եւ ողորմություն արեք, եւ ձեզ համար պատրաստեք չհնացող քսակներ ու անհատնում գանձեր երկնքում, ուր ոչ գողն է մոտենում եւ ոչ էլ ցեցն է փչացնում, որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն։ Թող ձեր գոտները մեջներիդ պնդված լինեն եւ ճրագներդ վառված, եւ դուք նմանվեք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե երբ կվերադառնա հարսանեկից, որպեսզի երբ գա եւ բախի դուռը, իսկույն բաց անեն։ Երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գտնի կկապի մեջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց ծառայելու։ Երանի նրանց, որոնց Տերը գալով կեսգիշերին կամ ավելի ուշ նրանց արթուն կգտնի, բայց այն էլ իմացեք, որ եթե տանտերը գիտենար, թե գողը որ ժամին կգա, թույլ չէր տա, որ իր տունը կտրեն։ Դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա մարդու որդին։ Ամեն։ Հիսուսը սկսում է զարմանալի խոսքերով. մի վախեցիր փոքրիկ հոտ, որովհետև ձեր հայրը հաճեց ձեզ տալ թագավորությունը։ Ուշադրություն դարձրեք, նա չի ասում փորձեք արժանանալ թագավորությանը, նա ասում է հայրն արդեն կամեցել է այն ձեզ տալ։ Ինչու փոքրիկ հոտ, որովհետև ճշմարիտ հավատացյալները հաճախ իրենց փոքրամասնություն են զգում։ Երբեմն թվում է, թե աշխարհը գնում է մեկ ուղղությամբ, իսկ ավետարանը մյուս։ Այսօր հեշտ չէ ապրել քրիստոնեական արժեքներով։ Ազնվությունը հաճախ ծաղրվում է, մաքրությունը համարվում է հնացած, խոնարհությունը ընկալվում է որպես թուլություն։ Եվ երբեմն հավատացյալ քրիստոնյան իրեն փոքրիկ է զգում, փոքրիկ հոտ է զգում, բայց Հիսուսն ասում է՝ մի վախեցիր։ Հովվան Ոսկեբեյանն ասում է, եթե Աստված քեզ հետ է, երբեք փոքրամասնություն չես։ Մի չափիր ճշմարտությունը մեծամասնության կարծիքով։ Վաճառեք ձեր ունեցվածքը եւ ողորմություն տվեք։ Սա հատվածի ամենադժվար խոսքերից մեկն է։ Հիսուս չի դատապարտում ունեցվածքը, նա դատապարտում է ունեցվածքի գերիշխանությունը մեր սրտի վրա։ Հիմնական հարցը սա է. դու ես տիրում քո ունեցվածքին, թե ունեցվածքն է տիրում քեզ։ Մենք ապրում ենք սպառողական մշակույթում։ Աշխարհը անընդհատ ասում է. ավելի շատ ունեցիր, ավելի թանկ կգնիր, ավելի շատ կուտակիր, բայց Հիսուս հարցնում է. իսկ ուր է քո գանձը։ Որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Եթե ինչ-որ մեկը ուսումնասիրեր ձեր ժամանակը, ծախսերը, մտահոգությունները, կարող էր հասկանալ, թե որտեղ է ձեր գանձը։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է. սիրտը միշտ գնում է իր գանձի հետևից։ Ներդրումներ արա ոչ միայն երկրի վրա, այլ նաև հավիտենության մեջ։ Թող ձեր մեջքերը գոտեպնդված լինեն եւ ճրագները վառված։ Սա պատրաստ լինելու պատկերն է։ Հին աշխարհում գիշերային ճանապարհորդության համար մարդիկ միշտ պատրաստ էին։ Ինչ է նշանակում այսօր սա։
Արթուն լինելը չի նշանակում վախով ապրել։ Դա նշանակում է ապրել նպատակով։ Մեր ժամանակների ամենամեծ խնդիրներից մեկը ոչ թե չարությունն է, այլ հոգևոր քնկոտությունը։ Մենք այնքան ենք զբաղված աշխատանքով, նորություններով, սոցիալական ցանցերով, որ երբեմն մոռանում ենք հավիտենության մասին։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. Սատանան հաճախ հաղթում է ոչ թե հարձակմամբ, այլ քնեցնելով։ Ամեն օր ժամանակ հատկացրու աղոթքիդ և սուրբ գրքին, նույնիսկ երբ զբաղված ես։ Հիսուսը պատմում է ծառաների մասին, որոնք սպասում են իրենց տիրոջը վերադարձին։ Ուշադրություն դարձրեք, նրանք չգիտեին ժամը, բայց պատրաստ էին։ Սա քրիստոնեական կյանքի նկարագիրն է, սիրելիներ։ Մենք չգիտենք, երբ կլինի մեր կյանքի վերջին օրը, երբ կգա Տերը, երբ կկանգնենք նրա առաջ, բայց մենք կոչված ենք պատրաստ լինելու։ Մենք պատրաստվում ենք քննություններին, հարսանիքներին, ճամփորդություններին, բայց հաճախ չենք պատրաստվում հավիտենությանը։ Տերը կծառայի նրանց։ Սա հատվածի ամենազարմանալի խոսքերից մեկն է։ Հիսուսն ասում է, որ երբ Տերը գա և գտնի իր ծառաներին արթուն, ինքը կծառայի նրանց։ Ինչ անհավանական պատկեր է, չէ՞։ Տիեզերքի արքան ծառայում է իր հավատարիմ ծառաներին։ Սա հիշեցնում է վերջին ընթրիքը, երբ Հիսուսը լվաց աշակերտների ոտքերը։ Սուրբ Հովվան Ոսկեբերանը ասում է. Քրիստոսի խոնարհությունը չի ավարտվել խաչով, այն շարունակվում է հավիտենության մեջ։ Հիսուսն ասում է. եթե տանտերը իմանար, թե որ ժամին է գալու գողը արթուն կմնար։ Ինչ է սա նշանակում։ Հիսուս չի համեմատում իրեն գողի հետ, նա համեմատում է իր գալու անսպասելիությունը գողի գալու անսպասելիության հետ։ Ամենամեծ ողբերգությունը ոչ թե այն կլինի, որ Քրիստոս գա, այլ այն, որ մենք պատրաստ չլինենք։ Շատ կարևոր կյանքում կիրառելի քայլեր է սովորեցնում մեզ այս հատվածը։ Մի ապրիր վախի մեջ, դու փոքրիկ հոտի անդամն ես։ Հիշիր, որ Հայրը հաճեց քեզ տալ թագավորությունը։ Վերանայիր քո հարաբերությունը նյութական ունեցվածքիդ հետ։ Օգնիր կարիքավորներին, ամեն օր հոգևոր արթունության մեջ մնա։ Ապրիր այնպես, կարծես այսօր կարող ես հանդիպել Քրիստոսին և մի հետաձգիր ապաշխարությունը և Աստծուն մոտենալդ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Հիսուսի այս խոսքերը այսօր էլ հնչում են նույն ուժով։ Մի վախեցիր, փոքրիկ հոտ։ Աշխարհը կարող է լցված լինել անորոշությամբ, տնտեսական ճգնաժամերով, պատերազմներով, վախերով, բայց մեր Հայրը դեռ թագավորության Տերն է, և նա արդեն կամեցել է մեզ տալ իր արքայությունը։ Ուստի մի ապրեք միայն այսօրվա հացով, մի ապրեք միայն այս աշխարհի ծրագրերով, մի քնցրեք ձեր հոգին այս աշխարհի աղմուկի մեջ, թող ձեր ճրագները վառված լինեն, թող ձեր սրտերը պատրաստ լինեն, թող ձեր աչքերը նայեն դեպի Տերը, և եթե այսօր գար այն պահը, երբ պիտի կանգնեին Քրիստոսի առաջ, կկարողանաք ասել. Տեր, ես սպասում էի քեզ։ Թող այս սպասումը դառնա մեր կյանքի ամենագեղեցիկ սպասումը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին և այս տեսանյութը ուղարկել ձեր ընկերներին, բարեկամներին, հարազատներին, նրանց ևս հաղորդակից դարձնելու օրվա սուրբ գրային հատվածի ընթերցանությանը և բացատրությանը։